հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և իհարկե բիզնեսների է միավորել Impacture 2026-ը։ Համաժողովի առանցքում բարեգործությունն է, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հանրօգուտ ներդրումները։ Սոցիալական ծրագրերի իր հարուստ ու հաջողակ պորտֆելով, այստեղ է նաև ID բանկը։ Այն հանգամանքը, որ մենք հաջողակ ենք մեր բիզնեսում, հաջող ընկերություն ենք համարում, ստեղծում ենք աշխատատեղեր, նպաստում ենք տնտեսության զարգացմանը, վճարում ենք հարկեր, բայց դա կարծես թե բավարար չէ, եւ մենք մեզ պարտավորված ենք զգում մի քիչ ավելին անել այն հասարակության համար, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում եւ ապրում ենք բոլորս եւ ուզում ենք մեր հաջողությամբ կիսվել նաեւ մյուսների հետ եւ ինչ որ չափով նայել օգնել եւ օժանդակել մյուսներին հաջողության հասնելու համար։ Եթե բիզնեսի համար նախկինում բավարար էին պարզ բարեգործական նպատակներով ներդրումները, ապա այսօր Հայաստանում ստեղծվում է բոլորովին նոր մշակույթ։ Առաջին պլան են մղվում երկարաժամկետ ազդեցությունն ու համակարգային ներդրումները։ Մենք ընդունեցինք օրինակ սոցիալական պատասխանատվության մեր քաղաքականությունը, սահմանեցինք չափանիշներ, դա նշանակում է, որ սոցիալական պատասխանատվությունն այլևս մեր ռազմավարական ուղղությունների շարքում է եւ ընկերությունը չի մտածում միայն ֆինանսական արդյունք գեներացնելու մասին, այլ մտածում է նաեւ այդ արդյունքի մի մասը հասարակության հետ կիսելու եւ դրա ամենաարդյունավետ տարբերակն ընտրելու մասին։ Այսօր ունենք սահմանված բավական կարևոր չափանիշներ, մենք բավական խոր ուսումնասիրում ենք այն կազմակերպություններին, ընկերություններին, ում հետ համագործակցում ենք։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները ունենան հեղինակություն, ունենան հասկանալի եւ չափելի նպատակներ եւ արդյունքներ, ունենան հաշվետվողականություն, կառավարման որակ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այն ռեսուրսները եւ ջանքերը, որ մենք ուղղում ենք, ծառայելու են իրենց նպատակներին։ ID բանկն այսօր ունի սոցիալական պատասխանատվության 8 հիմնական ուղղություն, որի շրջանակներում էլ պարբերաբար ուսումնասիրություններ է անում, ընտրում այդ պահին հանրության համար ամենից կարևոր ծրագրերն ու դառնում այս կամ այն կառույցի գործընկերը։ Կյանքի կոչված բազմաթիվ նախաձեռնություններից մեկի արդյունքում օրինակ այս տարվա ապրիլին ԵՊՀ Արցախցի 103 ուսանող բանկի կողմից ստացավ կրթաթոշակ, ինչի շնորհիվ կարողացան շարունակել կրթությունը։ Դե իսկ ID բանկի մի դրամի ուժը ծրագրի գործընկեր կազմակերպությունների թիվն այսօր 45-ից ավելի է, ներդրումները հասնում են 300 միլիոն դրամի։ ID բանկի հետ հայորդի համագործակցությունը 6 տարի կլինի մեր հիմնադրման առաջին իսկ օրից, երբ որ ես իմ շրջապատում խոսում եմ տարբեր ընկերների հետ, գաղափարակից մարդկանց, աջակիցների հետ, ես տեսնում եմ, որ իրենցից շատերը ընտրում են ID բանկը եւ հենց իդրամը գիտակցելով եւ հենց ինձ բառացիորեն նշելով, որ քանի որ հայորդին օգնում է իդրամը, մենք իդրամով ենք վճարումը կատարում, գիտենք, որ մի դրամը ուղղվում է ինչ-որ բարեգործության եւ այստեղ արդեն իրենց համար էական չի դա ուղղվելու է հայորդին, թե այլ հիմնադրամին։ ID բանկի հետ մենք աշխատում ենք 2021 թվականից, այդ ժամանակ մենք միասին տնկեցինք ID բանկի անվանական անտառը, դա նշանակում էր 20,000 ծառ։ Այսօր արդեն ID բանկի հետ միասին տնկել ենք ավելի քան 45,000 ծառ։ Բիզնեսը հաճախ փնտրում է կարճաժամկետ եւ արագ արդյունքներ, եւ մեր պարագայում հենց այն բիզնեսները, ովքեր չեն կարող երկարաժամկետ մտածել, երևի թե դժվարանում են հասկանալ մեզ հետ միասին ճանապարհ անցնել։ Այսօրվա տնկած մեր անտառը մենք միասին տեսնելու ենք 20 տարի հետո 30 տարի հետո հաճախ մեր երեխաներն են տեսնելու այդ աշխատանքի արդյունքները։ Մշտապես արդիականացնելով իր ֆինանսաբանկային գործիքներն ու ծառայությունները, ID բանկը դառնում է նաև նոր մշակույթի ստեղծող, որտեղ բիզնեսը ոչ միայն շահույթ գեներացնող է, այլև սոցիալապես պատասխանատու։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր տասնյակ ծրագրերով ID բանկն իսկապես հասցրել է ազդել մարդկանց կյանքի որակի վրա, բերելով իրական փոփոխություններ, կրթությունը դարձնելով հասանելի, աջակցելով պատերազմի հերոսների երեխաներին, տնկելով նորանոր անտառներ։